Սոցցանցերը պայթեցնում է բժիշկ ներկայացող Հայկ Քոչարյանի գրառումը։ Թե Սանկտ Պետերբուրգում 22-ամյա մի երիտասարդ չարաշահել է էներգետիկներն ու հիմա չի կարողանում քայլել։ Հակասական քննարկումներ են մասնագիտական համայնքում։ Շատ բժիշկներ հակված են կարծելու, որ միայն էներգետիկների չարաշահումը այսպիսի ֆատալ հետևանքներ ունենալ չի կարող։ Միգուցե նաև ուրիշ ինչ-որ բան էլ է եղել, որը կարող էր այդպիսի ազդեցություն ունենալ։ Ամենայն դեպս դա չի նշանակում, որ այդ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, եթե չի առաջացնում ոտքերի կախություն, ինքը վնասակար չի։ Որ չափազանց վտանգավոր են էներգետիկները, ոչ մի բժիշկ կասկածի տակ չի առնում։ Ես մի հատ ընկեր ունեմ, ինքը խմել էր սոկի նման ու հիվանդանոց ընկավ, так что ես այդ մեկը չեմ խմում։ Էներգետիկ ըմպելիքների չարաշահումից է Մուշեղի ընկերը մի քանի ամիս առաջ վատացել ու հիվանդանոց ընկել։ Հենց այդ դեպքից հետո է ինքը որոշել, որ այդ խմիչքներից չի էլ փորձի։ Արագ խմել էր ու կաֆեինը բան էր արել։ Սիրտանոթային ու նյարդային համակարգի խնդիրներ, արյան բարձր ճնշում, սրտխփոց, դեպրեսիա, անքնություն կարող են առաջացնել էներգետիկ ըմպելիքները, խաթարել երիկամների աշխատանքը եւ ոչ միայն։ Միանգամից տրամադրությունը բարձրացնում է մարդու եւ օրը ավարտվում է ուրախ լավ տրամադրությամբ։ Կոֆեին, գուարանա, տաուրին, կարնիտին, ժենշեն, այս խթանիչներն են կախվածություն առաջացնում երեխաների եւ երիտասարդների մոտ, ստիպելով նրանց կրկին ու կրկին գնել այդ ըմպելիքները։ Դե որովհետեւ ռեկլամները ասում են, որ քեզ շատ էներգիա կտա, դրա համը լավն է, ոնց ասում են մարդիկ։ Ու այդ դրա մեջ կոֆեինի շատ է, որ կոֆեինի շատ է, նրանք սկսում են շատ ուզենալ այդ։ Շատ մարդ գիտեն, որ խմում է, բայց դե ցանկալի չէ, էլի ամառոչության վնաս, ամեն բացելություն չտա կտրվում, չես կարող հետ վերականգնել շուրջը, դրա համար։ 160-ից մինչև 280 միլիգրամ կոֆեին մոտ 20 գթալ շաքարավազ է պարունակում էներգետիկ ըմպելիքի 1 տարան։ Այն դեպքում, երբ կոֆեինի թույլատրելի չափաբաժինը 1 օրվա համար 100 միլիգրամն է։ Անգամ կոֆեինի օգտագործումը մինչև որոշ տարիք չի թույլատրվում, այսինքն երեխաները նույնիսկ կոֆեինը չպետք է օգտագործեն մինչև 12-13 տարեկան, 12-ից 13-ից հետո նոր օրինակ ամերիկյան մանկաբուժության ակադեմիան տալիս է, որ կարելի է երբեմն օգտագործել, բայց չպետք է գերազանցի այդ 100 միլիգրամ կոֆեինը։ Մեր երկրում արգելված է էներգետիկներ վաճառել անչափահասներին։ Չենք տալիս, միջև անձնագիրը ցույց չտա, որ ինքը չափահաս է։ Վտանգների մասին գրեթե բոլորը գիտեն, բայց դեռահասները հատկապես քննական ակտիվ շրջանում նախընտրում են օգտագործել իրենց թվացial էներգիա տվող, իրականում առողջությունը քայքայող էներգետիկները։ Ցավոք սրտի շատ դեպքերում հենց ծնողն էլ չիմանալով թե դա ինչ է, տեսնելով որ դա գունավոր տուփ է, սիրուն տուփ է, նկարազարդած, ինչ որ սիրուն նկարներով կամ գույներով առնում էր երեխայի ձեռներ տալիս։ Դեռահասային բժիշկը վստահեցնում է, անհրաժեշտ էներգիա ստանալու, լիցքավորվելու համար բավական է օրը ճիշտ պլանավորելը։ Այդ դեպքում հավելյալ լուծումներ փնտրելու անհրաժեշտություն չի լինի։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։